Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 44-րդ գլուխ Գործված ըսկահագը Հովսեփ Իրդան վերագացուին բադվիրեց։ Այս մարտոց բարգերը գերագուրով լեցուր, այնչափ որ գրնան գրել, ու յուրաքանչյուրին թրամը իր բարգին փերանը թիր։ Եվ ամենեն բզդիգին բարգին փերանը իմ ըսկահագս, արձաթե թասս ու իր հացահատգին թրամը թիր։ Անալ Հովսեփի ըսած խոսքին համաձայն ըրավ։ Երբ արդուն լուսցավ, ամիջապես մարտիկը ղրգվեցան իրենք եւ իրենց էշերը։ Անոնք քաղաքեն ելելով թեր հերացած չէին, երբ Հովսեփ Իրդան վերագացուին ասավ. «Գանքնե հետաբնթե այդ մարտիկը հասիր անոնց եւ ասե իրենց. Ինչու բարիքի փոխարեն չարիք հադուցանեցիք։ Այս այն ըսկահայգը չէ, որու մեջ են իմ դերս կխմե ու անով կհմայե, այսպես նելով չարիք արիք»։ Վերագացուն անոնց հասավ եւ իրենց ըսավ այդ նույն խոսքերը։ Անոնք իրեն ասին. «Ինչու իմ դերս այսպիսի խոսքեր գսե։ Հերու մեզ մե որ քու ծարաներդ այսպիսի բան մը անեն։ Ահա մեր բարգերուն փերանը կդած մեր տրամը կանանի եգրեն քեզի վերադարձուցինք։ Ուրեմն ինչպես դիրոջը դունեն արձատ կամ ոսկի պիտի կողանանք։ Քու ծարաներդ որոնքով որ գտնվի, անիկա թող մեռնի, ու մենք ալ իմ դիրոջս ըստուկները լանք։ Անալսավ. Հիմա ճիշտ ծերսածին համացայն թողլա, որոնքով որ գտնվի, անիկա իմ ծարաս պիտի լա, եւ դուք ամբարդ պիտի լաք։ Ոստի յուրաքանչյուրը արդորալով իր բարգը քեդին իջեցուց, յուրաքանչյուրը իր բարգը բացավ, անալ խուզարկեց մեծենը սկսելով մինչև բզդիգը, եւ ըսկահագը Փենյամինի բարգին մեջ գտնվեցավ։ Այն ադեն իրենց հանդերձները բադրեցին, յուրաքանչյուրը իր էշը փերծուց եւ քաղաքը վերադարձան։ Հութա ու անոր եղբայրները Հովսեփի դուն եկան, անալ դագավին հոներ եւ անոր արչեւ քեդին ինգան։ Հովսեփ անոնց ասավ. «Այս ինչ գործ է որ գադարեցիք։ Չեք գիտեր թե ինձի պես մարդ մանշուշտ գհմայե»։ Հութա պատասխանեց. «Իմ դիրոջս ինչ ասենք, ինչ խոսենք, կամ ինչպես մենք մեզ արդարացնենք։ Աստված քու ծարաներուդ անօրենությունը կդավ։ Ահա մենք մեր դիրոջ ծարաներն ենք, մենք ալ անալ որոնքով արձաթե թասդ գտնվեցավ։ Անալսավ. հերու ինձ մե որ այդպես ընեմ, հաբա այն մարդը, որոնքով ըսկահագը գտնվեցավ, միայն անիկա ինձի ծարաբիդիալա, իսկ դուք խաղաղությամբ ձեր հորքով բարձրացեք։ Հութա գաղաչե Փենյամինի համար։ Այն ադեն Հութա անոր մոտեցավ եւ ասավ. «Ո, իմ դերս, գաղերսեմ, քու ծարատ թող խոսք մը ասե դիրոջս ականջներուն ու ծարայի թեմ քու փարգությունդ չփորփոքի, որովդեվ թուն փարավոնի բես ես։ Իմ դերս իր ծարաներուն հարցուց հայր կամ եղբայր ունիք, եւ մենք ասինք մեր դիրոջ, թե ձեր հայր մունինք, եւ թե ան իր ձերության ադեն ծնած զավակ մունի, դագավին բզդիկ, անոր եղբայրը մեռած է, ու միայն անիկա իր մորմեն մնացած է, եւ անոր հայրը գսիրե զայն։ Քու ծարաներուդ ասիր, ինձի իջեցուցեք զայն, որ տեսնեմ։ Իմ դիրոջս ասինք, բադանին իր հայրը չի գրնար թողուլ, քանի որ եթե հայրը թողու, ան պիտի մեռնի։ Քու ծարաներուդ ասիր, եթե ձեր բզդիկ եղբայրը ձեզի հետ չիջնե, իմ երեսս անգամն ալ պիտի չտեսնեք։ Ու երբ քու ծարայիդ իմ հորս կով բարձրացանք, դիրոջս խոսքեր հաղորդեցինք անոր։ Երբ մեր հայրը գրգին ասավ, վերադարձեք եւ մեզի քիչ մը գերագուր կնեցեք, մենք ասինք, չենք կրնար իջնել։ Եթե մեր բզդիկ եղբայրը մեզի հետ ըլլա, այն ադեն գիչնենք, որովհետև պիտի չգարենանք տեսնել այն մարդուն երեսը, եթե մեր բզդիկ եղբայրը մեզի հետ չլա։ Քու ծարատ իմ հայրս մեզի ասավ. «Դուք գիտեք,
թե գինս երկու որդի ծնավ ինձի, ու մեկը քովես ելավ, եւ ես ասի, անդրագույս քազանեմը փզկտված է, եւ մինչեւ հիմա զինք չտեսա։ Եթե ասիգայալ քովես առնեք ու անոր փորձանք մը բադահի, իմ ջերմակ մազերս չարիքով թժող պիտի իջեցնեք։ Ուստի հիմա, երբ քու ծարայիդ իմ հորս երթամ ու բադանին մեզի հետ չլա, անոր անցը բադանին անցին հետ գապվածը լալով, եւ դեսնե թե բադանին մեզի հետ չէ, պիտի մեռնի, եւ ծարաներդ քու ծարայիդ մեր հոր ջերմակ մազերը դրտմությամբ թժող պիտի իջեցնենք։ Որովհետև ծարատ իմ հորս երաշխավոր եղավ բադանին համար ասելով. եթե ես զայն քեզի չբերեմ, իմ հորս հանդեպ կյանքիս բոլոր օրերը հանցավորը լամ։ Ուստի հիմա գաղերսեմ, բադանին դեղը ծարատ իմ դիրոջս ըստրուկ թող մնա, իսկ բադանին իր եղբայրներուն հետ թող բարձրանա։ Արդարև, եթե բադանին ինձի հետ չլա, ինչպես պիտի բարձրանամ իմ հորս կով։ Հորս քալիք չարիքը չտեսնեմ։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։